Ողջույն բարեկամներ, ուրախ եմ կրկին հանդիպելու համար եւ այսպես պայմանավորվում ենք վհատվել չկա, հուսահատվել չկա, ինչպես կասեր Նժդեհը, թող մնան նրանք, ովքեր դեռ բարոյապես չեն մահացել։ Եվ այսպես անցնենք մեր օրվա կարևորագույն իրադարձություններին, փորձենք հասկանալ որտեղից է փչում քամին եւ ինչու է աղմկում գետը եւ ինչա պետք անել այս վիճակում։ Մենք ունենք հետաքրքիր տեղաշարժեր, հետաքրքիր նորություններ, որոնք ճիշտ օգտագործելու պարագայում մենք այն ինչ որ տեսնում ենք այս նկարի մեջ, շատ շուտով կարող ենք իրականություն դարձնել։ Ես այդ հույսով, այդ հավատով եմ ապրում, աշխատում եւ ամենօրյա եթերներով փորձում այդ օրը մոտեցնել ձեր հետ միասին։ Եվ այսպես չենք մոռանում սեղմում ենք լայքի կոճակը, անպայման տարածում ենք, լցվում ենք վճռականությամբ եւ գնացինք միասին։ Նախ ասեմ, մինչդեռ մենք հիմա այդ խոսում ենք, գուցե արդեն տիրադավը որոշել այս անգամ էլ կեչարիսը բղծի, ինչպես հասկանում ենք ընթացիկ օրակարգերից, սա միակ բանն է, որ ինքը կարողանում է անի կիսատ պրատ, բայց գոնե կարողանում է անի։ Եվ որպես վերլուծող ես պետք է նայեմ դինամիկային, նայեմ աշխուժությանը, նայեմ հետևանքներին եւ հասկանանք իրար հետ արդյոք սա ծառայում է իր նպատակներին, թե ոչ։ Փաշինյան Նիկոլի նպատակը ոչ միայն այս պատարակներ կազմակերպելն է, արգելելով տեղի քահանաներին ինչ որ իրենց պարտականությունները իրականացնել, այլ ստեղծել ալիք ձնագնդիկի մեջ նման մեծացող եւ ձևավորել իր շուրջ այն կարևոր կոնսենսուսը եւ ամենակարևորը աջակցությունը, որի շնորհիվ, որի վրա հենվելով ինքը կարող է ջարդ ու փշուր անել հայկական եկեղեցին, վերացնել պետականության եւ ինքնության վերջնական եւ հիմնավոր կրիչը եկեղեցին եւ իրականացնել թուրքերի երազանքը։ Չկա այ, չկա պրոբլեմ։ Իսկ Հայաստանի մեծ խարիսխները դա եկեղեցին ու սփյուռքն է, որոնք քանի դեռ ոչնչացված չեն, Թուրքիայի երազանքը չի իրականանալու։ Եվ այդ երազանքը իրականացնելուն է ուղղված Փաշինյան Նիկոլի բոլոր գործողությունները։ Ես մասերին ինչ եմ անդրադառնում շուշուտ, որովհետև դիտողները ընկնում են ընկճախտի մեջ սրա ակտիվությունից։ Ակտիվությունը մի նայեք, դուք նայեք հետևանքները։ Ես նայում եմ հետևանքներին։ Իմ համար դժվար չի նույնիսկ իրան լսել, իրան կարդալ, որովհետև ամեն մի տողի տակ ես հասկանում եմ դա ինչ հոգեվիճակի մեջ է, ինչ ակնկալում, ինչ ստացավ, ինչ չստացավ, եւ արձանագրեմ ուղղակի, որ ամեն օր ես անում եմ, որ այն ծրագիրը սկսել է ամեն կիրակի պատարակներ, որը պետք է մոբիլիզացնել իրեն անհրաժեշտ ռեսուրսները, չի կատարում, չի իրականանում, բայց հասկանալով հանդերձ, որ սա ուրիշ օրակարգ չունի, ինքը շարունակում է ուղղակի կողի գած անել այս process-ները անիմաստ, առանց որևէ արդյունքի։ Միակ արդյունքը գեներացող ատելությունն է ու նողկանքը անձի նկատմամբ, որը նույնպես արդյունք է։ Ես որ արտադրություն ունեի քիմիական, շատ էի շփվում քիմիկների հետ, գիտնականների հետ, լաբորատորների հետ, որոնք փորձարկումներ էին անում շատ իմ համար, եւ հետաքրքիր բան եմ իրանցից սովորել, ասում էին մի ընկճվի, մի ներվի, մի հուսահատվի, բացասական արդյունքը նույնպես արդյունք է։ Հիմա ինքն էլ երևի չի վհատվում, որովհետև համարում է բացասական արդյունքը իրեն համար նույնպես արդյունք։ Այո, մեզ համար էլ է իր բացասական արդյունքը արդյունք։ Արդյոք բավարար է այսօրվա համար ծապտալու, ոգևորվելու, ոչ, բայց սա նշան է նրան, որ ճիվաղը ոնց կար իր 14-15%-ի վրա մնացած 1 տարի առաջ, նույնն է այսօր, ոչ մի բան չի փոխել։ Որը ասում է մի բանի մասին, այսքան ռեսուրս, այսքան խայտարակություն, այսքան թուքումուր ուտել, բոլորին համոզել, որ ինքը վերջի ստահակն է, որը հայ պատմությունը տեսել է, ոչ մի բան իրան չտվեց, բացի ապացույցը նրան, ինչի մասին ես խոսում եմ։ Մայաթորը խստորեն դատապարտում է իշխանությունների հերթական միջամտությունը եկեղեցու ներքին գործերին։ Ես ձեզ ուղղակի պետք է տեղեկացնեմ, որ
Այսօր նույնիսկ արդեն ծանոթագրներ են բաժանվել եկեղեցականներին, կաթողիկոսին եւ հոգեվոր խորհրդի անդամներին, որոնք ինչ որ հանցագործությունների մեջ են մեղադրվում, ասենք որոնց վրա քրեական գործ կա։ Դե էջմիածիններ իրանց հիշեցնում են, որ դուք անցնում եք սահմանները, դուք մտնում եք եկեղեցու կյանքի մեջ, որի սահմանադրական իրավունքը դուք չունեք ուղղակի։ Տեսեք, եկեղեցին համբերատար, շատ զուսպ իր հայտարարություններն անում, որի վրա ես կարող եմ զարմանալ, կարող եմ ընդունել, կարող եմ բողոքել, թե ինչու դուք ավելի վճռական եւ ագրեսիվ չեք, բայց դա գարեգինի ոնց որ թե ձեռագիրն է, որը իմ նման շտապող եւ ռեալ արդյունքներ բոլոր նոր մարդուն կարող է բավարար չի, բայց սա բավարար հայտարարությունները քաղաքական իմաստով, որպեսզի քաղաքականությունով զբաղվող եւ ինք իրեն վերլուծող կամ մասնագետ կոչող ճակերտավոր այրերը, ճակերտավոր մարդիկ հասկանան, որ Հայաստանում խախտվում է սահմանադրությունը։ Հայտարարությունները ընդհանրապես դրա մասին է։ Այս հայտարարությունները Նիկոլի կներեք պորտը տեղը դնելու համար չի։ Այս հայտարարությունները Նիկոլին կոտրելու համար չի, վիրավորելու համար չի։ Սրանք ուղղակի քաղաքական հայտարարություններ են, որոնք հիշեցնում են կից թափոնի, դրա մեջ մտնում են նախարարներ, պրոպագանդիստներ, իր համար ծառայողներ, բոլոր, ասենք Արշակյաններ, Ստեփան Գրիգորյաններ, բոլորին հիշեցնում է քաղաքավարի, որ դուք բոլորը չափերը անցել եք ու դուք անցնում եք սահմանադրության սահմանները, այսինքն ձեր տրված իրավունքները, այսինքն դուք այլ բառերով ասած հանցագործ եք։ Այսպես ես այս անկյան տակ եմ դիտարկում եկեղեցու հայտարարությունները ընդհանրապես։ Արգելափակվել է Գերագույն հոգևոր խորհրդի եպիսկոպոս անդամների ելքը երկրից։ Այո, ոչ միայն իրենց ծանոթագրեր են բաժանվել, քրեական գործ կա, այլ նաև արգելել է նրանց դուրս գալը, որը գուցեև խանգարի եւ խաթարի այն եպիսկոպոսած ժողովը, որը հրավիրել էր կաթողիկոսը Վիեննայի, որի անցկացման հետ կապված հիստերիայի մեջ են Նիկոլյան պրոպագանդան։ Եվ այսպես, որպեսզի դա չիրականանա, հարուցեցին քրեական գործը եւ դրեցին արգելանք նրանց երկրից դուրս գալու վրա, որպեսզի արգելեն հարամեն եպիսկոպոսած ժողովը։ Բայց գիտեք ինչ, 21-րդ դարում ենք ապրում։ Այդ ժողովը կարելի է զումով էլ անել։ Հերաբար։ Ոչ մի խնդրեմ ես դրա մեջ չեմ տեսնում։ Բացարձակապես։ Իհարկե դա այն չի, ինչ անձնական շփումը, օրինակ ես անձնական շփման կողմնակից եմ, ես կուզենայի տեսնեի ոնց է օրինակ Հովնան պրծազավրը, այն բանը որ նստած է, Կալիֆոռնիայում, ասենք այդ Հովնան պրծազավրը գալիս եւ ողջունում բարևում կաթողիկոսին։ Կաթողիկոսի պահած սեփական ձևով կերակրած պրծազավրը պետք է գա, չէ՞, ինքը հայտարարել է որ գալու է։ Հետաքրքիր կլիներ ինքը ոնց էր շփվելու, անձնական շփումը շատ կարևոր է։ Այս իմաստով պրծազավրը մի քիչ թեթևացավ եւ ինքը ասենք հերակա ընդամենը կարող է բարև տա անցնի գնա դրանով։ Ամեն դեպքում, բայց դա չի խանգարելու ենթադրում եմ եպիսկոպոսած ժողովի իրականացմանը եւ այն հայտարարություններն ու որոշումները, որ պետք է լիներ, որոնք նախատեսում էր, կարող է լինի հերավար։ Տեսնենք կաթողիկոսը ինչ կորոշի եւ ինչ գործողությունների կդիմի, բայց հետաքրքիր փաստ արձանագրեմ ընդհանրապես, որ այս մասին այն կառույցները, որոնք կան Հայաստանում, որոնք բազմիցս աղմկել աղաղակել են հանկարծ ինչ որ մի հատ կրոնական պրոգրամասության մազին իրավունքի կտներին, գիրքը ճրեն, իսկ այսօր լուր են, եւ ոչ միայն դրանք են լուր Հայաստանում, այլ աշխարհով մեկ, այն կազմակերպությունները, որոնք կոչված են դրան, որոնք դրա համար գրանտներ են ստանում իրենց կառավարություններից, ոչ թե Սորոսից։ Այդ գրանտ որ ասում են, մեր հասարակությունում մտածում են, որ գրանտը մենակ Սորոսն է տալի, չէ։ Գրանտը ունեն բոլոր կառավարությունները, տալիս են
գիտության զարգացման համար, դա նվիրատություն։ Ամեն տարի ինչ որ ծրագրերի համար իրենք այդ բաները տալիս են, հա։ Եվ այսպես, այդ կազմակերպություններից ոչ մի ձայն, ոչ մի ձույն նույնիսկ չկա, Հայաստանում ոչ մի բան չի կատարվում։ Դե շատ թեթև տարբերությամբ լսում ենք մեկ ձայներ, օրինակ վերջերս Դանիայի հոգևոր խորհրդից մեկ լսեցինք, Շվեյցարիայից լսեցինք, բայց դա կարծում եմ այդքան բավարար ու հզոր չի, որպեսզի ցույց տա այս հանցագործության ամբողջ մասշտաբը։ Այս առումով ես Սփյուռքից ակնկալիք ունեմ, Սփյուռքի գործիչներից, որոնք շփումներ ունեն այդ մարմինների հետ, դուք տղաներ ջան, ընկերներ ջան, հարազատներ ջան, դուք պետք է աշխատեք։ Իրեն դա չի լինելու։ Եթե դուք իրոք մտահոգ եք Հայաստանի անցուդարձով եւ շփումներ ունեք այդ կառույցների հետ, դրանց անդամների հետ, չգիտեմ ինչ կլինի, պատգամավոր կարող է լինի, ներկայացուցիչ կարող է լինի, սենատոր լինի, ամեն երկրում դրանք տարբեր են։ Պետք է աշխատել դրա ուղղությամբ։ Սրանք անհատական աշխատանքի արդյունքներում կարող են լինել, եթե չկա համակարգայինը, անհատական օգնում է, հավատացեք, անհատները կարողանում են պատմություն փոխել, իսկ դուք ձեզ մի թերագնահատեք ձեր հնարավորություններով, մի թերագնահատեք, դուք փորձեք, թող չլինի, իսկ փորձելուց հետո մենք չգիտենք ինչ կլինի, Բիլ Գեյթսը Բիլ Գեյթս չէր դառնա, եթե նա չփորձեր, եթե մտածեր դե ես ով եմ, որ ինձ այդ նյութերն ու տեխնոլոգիաները տան, ինքը փորձեց առանց մտածելու, կտան թե չտան, ու պարզվեց նավակին պատասխանեցին, տվեցին այդ երիտասարդին նորացնենք իրան այն մասերը, որոնք ինքը խանութներում չէր գտնում, պատկերացնում եք, ինքը արտաձողին գրեց հատուկ ինչ որ բաներ իրան պետք իր առաջի կոմպյուտերը ստեղծել համար, եթե նա չաներ, այսօր չէր լինի, այս ամբողջ ինդուստրիան, կամ ուրիշ ձև կլիներ, ինչ եմ ուզում ասել, մենք երբեք չգիտենք ինչ կարող ենք ստանալ հետադարձ, եթե մենք չենք փորձում, փորձեք, հարազատներ ջան, փորձեք ակտիվ միջամտեք, որպեսզի կարողանանք սանձել այս ներին մեր ձևով, մեր հնարավորություններով, մեր ձևով արդեն ես բառնել, զգացիք ինչ եղավ, ես ասեցի մեր ձևով ու վեր թռայմ ասացից, ինչքան կարգին բառեր կար, բառակապակցություններ կար, այլ ասոցիացիաների է արդեն բերում մեր մոտ, եւ այսպես փաստորեն վրանքը իջացվել նույնիսկ ռազմական ոստիկանությանը, հա, պարեկներին, ռազմական ոստիկանությանը կանգնեցնել բոլոր են քահանաների մեքենաները, որոնք չեն ենթարկվում գայթակղությունների, ճնշումների եւ չեն միանում Փաշինյան Նիկոլի չասեմ, ների արշավանքին եկեղեցու դեմ։ Ես հոգևորականներին ասելիք ունեմ, հարգելի հոգևորականներ, դուք պատմական եզակի փուլում եք ապրում, դուք հնարավորություն ունեք ապացուցել, որ դուք իրոք հոգևոր ծառայող եք, որովհետև նորմալ վիճակում բարի, լավ մարդ, հոգևորական լինել այնքան դյուրին է, ինչ դժվար բան կա, որ այս վիճակներում է դժվար, սրանք են փորձություններն են, որոնց անցնելուց հետո ամեն մարդ բարձրանում է իր աչքին, անցնելուց հետո ինքը ասում է ես ճիշտ մարդ եմ, ես ճիշտ հոգևորական եմ, ես ինչ որ բանը զոհաբերեցի, ինչ որ մի բան գտնելու համար, շինական լավ խոսք կա, ինչև չզոհաբերես չես գտնի, եւ ով զոհաբերում է նա է գտնում, թե չէ ինչ դժվար բան կա, որ խաղաղ պայմաններում լավ մարդ լինելը, ստանդարտ վիճակում լավ մարդ լինելու մեջ ինչ դժվարություն կա, որ իսկ դուք փորձեք ոչ ստանդարտ վիճակում լավ մարդ մնալ, հիմա հոգևորականների հերթն է, դուք պետք է ապացուցեք, որ դուք իրոք հոգևորական եք, որ ձեր հոգևոր կոչումը շատ ավելի կարևոր է, քան նույնիսկ այն ծառայողական մեքենաները, որոնք կարող է ձեզ խլեն։ Այսօր ապրում ենք 21-րդ դարում, մարտիրոսանալու առիթ եւ կարիք չկա, իսկ ժամանակին մարդիկ իրենց հավատի ու գաղափարի համար մարտիրոսացել են, տանջանքների են ենթարկվել, սպանվել են, այսօր դա կարիքը չկա, բոլորին, իսկ այսօր հերոսանալը շատ ավելի հեշտ է, քան առաջ, այնպես որ տեսնեմ
տեսնեմ որդ կընդունի ես մարտահրավերը եւ հաղթանակած դուրս կգա խաչը ձեռքին ոչ թե ոտքերի տակ դուք եզակի հնարավորություն ունեք սա լսենք միասին Եկել են բարձրագույն զինվորական սպաներից առաջարկել են դեմ դուրս գալուց տեսած եկեղեցուն բայց մենք բնականաբար նշել ենք եւ մեր վերջնական պատասխանը ոչ է եղել իսկն մենք մեր խոնարհում ենք մեր հավատալիությունը եւ եկեղեցուն պատկերացրեք բարձրաստիճան զինվորականներն են լծվել այս ների արշավանքին բարձրաստիճան զինվորականներ որոնք արդեն ներին ծառայելու հադուստ փորձ ունեն որոնք արդեն հանձնել են Արցախը Հայաստանի մի մասը թքած ունեն գրաված մասերի վրա հիմա անցել են հարձակում հոգեվորականների վրա սա հանցագործություն է դնենք Նիկոլ որ արդեն հանցագործությունը կրիմինալ է բայց ամենամեծ կորուստը գիտեք իմ համար անձնական որն է որ ոտատակ է տրվում հայ զինվորական բարձրաստիճան զինվորական ուսադիր համազգեստ այդ հասկացողությունը հայկական իմաստով եմ ասում էլի փաստորեն հայկական զինվորականությունը ոչ միայն դավաճան է այլ նաև պիղծ դավաճան որը կարող է այս ամեն ինչից հետո սեփական ինքնությանը ձեռք բարձրացնել հա Տղեկ բան կա որ դուք չեք անի օրինակ այն ինչ կա որ դուք չեք անի օրինակ ինչ է մնացել որ դուք համարեք ձեզ որ դուք մի քիչ մարդ եք ինչն է մնացել դավաճանել եք ուրանալը ուրացել եք հիմա հասակվել եկեղեցու վրա հա ծառայել ներին որ ձեզ զրկի ձեր եկեղեցուց դուք կնքված չեք ձեր երեխեքը կնքված չեն դուք եկեղեցով չեք ամուսնացել ձեզ կճոյանը պետք է կնքի մկրտի ամյուս պիղծերի հետ այսինքն դուք ունակ եք ամեն ինչի չնայած եթե դուք արդեն երկիր եք դավաճանել ձեզանից ինչ չի կարելի ակնկալել բայց մտածում ես էլի ասում ես բայց կարող է գոնե սրանք աստվածան վախել են հա այսինքն չկա ոչ մի սահման ձեր համար բայց ազգը ինչ հույսով է քնում գիշերները հանգիստ բայց մարդը իր երախուն ինչ հույսով է տալիս ձեզ որպես զինվոր այ պիղծեր ինչ Հիմա որ մեկը իր երախուն չտա ծառայելու կասեն բանը չի ուզում իր զինվորը հայրենիքի համար ծառայի դուք հայրենիքին չեք ծառայում դուք ներին եք ծառայում դուք թուրքին եք ծառայում այսինքն այս մարդը իր երախուն որ տալիս է ծառայելու պաստա տալիս է ձեզ որ դուք ծառայեցնեք թուրքին բայց որ հրաժարվի տալու կասեն չի ուզում երկրի պաշտպանության համար իր երախան ծառայի Դե որ արդեն մենք թեման փակել ենք այդ ոստիկանների, այդ համազգեստավորների, տարբեր գույնի բերետավորների մասով, դա վաղուց փակել չէ։ Բայց այդտեղ մի հատ փոքրիկ էս լուսամուտ էր մնացել էլի զինվորականների մասով։ Մի հատ փոքրիկ էս լուսամուտ էր մնացել։ Փաստորեն դա չկա։ Ես ինչքան աղբ կա թափելու։ Մարդ վախենում է այս Դրա մասին մտածի, այդ մասշտաբները պատկերացնի։ Ես չեմ կարող ձեզ ասեմ Աստծուց վախեցեք, որովհետև դրա համար էլ է, գիտեք, պետք ինչ որ բարոյական հիմքեր։ Մարդ եթե բարոյական հիմք չունի, թքած ունի ամեն ինչի։ Նիկոլ Փաշինյանն է։ Բայց դա չի նշանակում, որ դա ձեզ չի պատահել, չի պատահելու, այն ինչ որ լինում է, ինչ որ պատահում է, ասենք, սրբապիղծների հետ։ Ասա նայեք։ Եվ հայրենիքը մեկ լրագրողները
Մենք հասկանում ենք։ Մենք չենք խոչընդոտում ոչ մի բանի, կայնա։ Բայց մեզ խոչընդոտում եք, որտեղ հոլով լավացություն են արկած մեջ մտել։ Ռազմական ոստիկանությունները եկեղեցիների մոտ են։ Հարցում են ինչի՞ էստեղ արա։ Ու ծառայություն չունես։ Քո գործը մոռացել եք որնա։ Փաստորեն Նիկոլը ամբողջ ռեսուրսն նույնիսկ ռազմական ոստիկանություն, բանակ, ածան բաղուց, ընդե ածա չկա։ Գայշնիկների զորամասան է ատել, փաղայիների։ Փաղայիներ շատ չեմ, պապածա շարքայիները, ես ինչ է սարքել ես երկիրը։ Ասում եք, լարվածություն չենք ասում, մենք հանցագործություն չենք անում, դուք անում եք արա։ Դուք հասկանում եք դուք ինչ եք դարել։ Այդ ճիվաղի ձերը դուք ինչ եք արել, ձեր մեջ տղամարդկու արժանապատվություն չկա, հեչ։ Ձեր կանայք, որ ձեզ նայում են, դուք մտածել եք ինչ են մտածում։ Չէ՞ որ ձեր երեխեքը կարող է հիմա նստած նայում են էսի։ Ձեզ կարող է կանայք են նայում։ Այն ժամանակ ասում են դե լավ իմ ամուսինը բան չի, ոստիկան չի, ռազմական ոստիկան է, դրանք տարբեր են։ Հիմա որ եկաք տուն չի ասելու, դուք ես ինչ եք անում։ Ընկեր ամուսին, ընկեր հայր, ընկեր եղբայր, ընկեր զավակ։ Դուք ես ինչ եք անում։ Դուք պիտի տեղ միտեղ թողեք, որ վաղը աչքը աչքին է տեսնելու, չէ՞, ասես պիտի նայենք մենք իրար աչքը։ Ես էլ ասող եմ, հետ գցող չեմ, ներս գցող չեմ, լռող չեմ, ու իմ նման հազարավորները ձեզ ասելու են։ Դուք այդ ինչ էիք անում ճիվաղի համար։ Դա ասելիք պետքա լինի։ Իսկական տղամարդը ասելիք պետքա ունենա։ Կամ արժանապատվության պարագայում պետքա ինքնասպան լինի։ Ինչ պետք է ասեք ծառայի դե ծառայություն էր, հա, դե հրամաններ պիտի կատարեի, հա։ Ձեզ հրաման ա տվել ուրանալ, խփել ձեզ սեփական հորն ու մորը։ Ուրանալ ձեր երեխեքի ապագան, ծախել ամեն ինչ։ Այդ է ձեր հրամանը, այսօրվա։ Որը դուք իրականացնում եք։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը նախ ամիսներ առաջ խիստ նկատողություն է հայտարարել պարոն Սարգսյանին, դա ունեցել է կոնկրետ պատճառ, դրան հետևել են իրավական ընթացակարգեր, եւ այդ պատմությունը ընդհանրապես մի բանի մասին է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, այդ թվում իր անդամների ոչ կանոնավոր գործողությունները եւ կոռուպցիոն տեսակետից խնդրահարույց գործողությունները չեն հանդուրժում։ Քաղաքացիական պայմանագրում ինչ նկատողություն են արել պատգամավոր Հայկ Սարգսյանին ու կոռուպցիոն գործողության մասին էր վերջին ղեկավարություն խոսում վարչապետ Փաշինյանը։ Հայկ Սարգսյանն այս հարցին չի արձագանքում։ Մի քանի օր է մեր զանգերին չի պատասխանում։ Բա ես այս կոնֆլիկտը սկսավ սրա Ալենի մեջ։ Ես Հայկ Սարգսյանից զգուշացեցի։ Հայկ, Ալենը քեզ հոշոտելու է։ Դու պատահական մարդ ես քաղաքականության մեջ, բայց դու մի առավելություն ես Ալենի նկատմամբ։ Մի առավելություն, որ ասենք Ալենը չունի։ Ես քեզ հուշեցի այդ առավելությունը։ Դու չօգտագործեցիր։ Բա ինչ էիր ուզում։ Բա ինչ էիր ուզում։ Քաղաքական դաշտում չես կարող մտնել շիշ բռնած ու կեսից որոշես, որ դու ասենք այդքան էլ ներ չես, չէ։ Եթե մեկը կասկածում է կոմֆորտի մեջ չի, տեսեք, հենց մատեն Հակոբ Արշակյանի դեմքին նայեք։ Հենց դեմքին նայեք, նա ոչ մի բան չի կասկածում, նա նույնիսկ չի էլ մտածում, որ կասկածի։ Ինքը երջանիկ մարդ է, նա չի մտածում, որ կասկածի։ Իսկ այն որ ասենք մտածում է, որ ինքը արդեն ուժեղ տղա է, որ ԿՊ-ի մեջ է, որովհետև ասենք գողերի հետ է տալի, գողերի չէ, հանցագործների հետ է տալի առնում ու արդեն կարա ասենց լավ տղա խաղա։ Հա, կարաս։ Բայց դու շատ առիթդ բաց թողեցիր, քեզ դատելու են գնաս։ Ու հիմքերն էլ կդնեն դեմդ։ Ոչ մենակ ոչխարի արտահանումով Աղազարյանովի հետ, հանդեպ լիքը բաներ կա։ Լիքը սպանություններ կա կողմ։ Իրանք էլ գիտեն ինչ է։ Բաց թողեցիր։ Ու ցանկացած մեկը այս իշխանությունների հետ ով տվել առել է, ոտ պահին ինքը որոշի, որ ինքը ասենք այդքան էլ ներ չի ու կարող է հետ քայլանի կամ հակասի ինչ-որ մի բաների մեջ, վերջացած է։
Վերջացած է։ Եթե դուք չեք անելու այդ այնից հետո այն ինչ որ պետք է անեք, որոշեք իրենց խաղի կանոններով մնալ, պայքարերին դիմել ինչ որ խորհուրդների բան։ Դա ձեզ ստեղծած համակարգն է։ Այդ համակարգը քանի ձեզ է ծառայում լավն էր։ Հիմա մեկ էլ որոշել եք այդ համակարգը այդքան էլ լավ չի լինում այդպես։ Չի լինում այդ սակսը։ Այնպես որ քեզ կդատեն ու գիտես ոնց կդատեն, ինչպես Էջմիածնի քաղաքապետին աղջկան, որը լուրջ էր ընդունել, որ այս հեղափոխությունն ա, որ ինչը պետքա փրկի ինչ որ մեկին։ Չէ, կդատեն։ Դեռ կնես երկրորդը։ Այն Ասլանյան Հակոբն ու Հովիկ Աղազարյանը շուտ հասկացան։ Հա? Ու միանգամից հետ քայլ արեցին։ Ասին غلط են կարել։ Թուքում ու կերան ու վերընկան տեղները։ Բայց մի քիչ sense արժանապատվություն ցույց տալ բան։ Չէ, եթե միջև վերջ չես գնալու մի արա։ Իսկ դու շատ շանսը բաց թողեցիր ու քեզ կդատեն։ Ոչ թե որ դու օդեն քեզ խախտե, չէ։ Դու ուրիշ օդեն քեզ խախտե։ Դու հակադարձել ես իրենց համակարգին։ Որոշել ես, որ դու ավելի լավ տղա ես, քան ասենք Ալենը։ Կարող է, բայց դու չարեցիր այն ինչ որ պետք էր անել, որտեղ Ալենի նման անառակին դու պետք է հոգի լավ իմանայիր ինքը ինչ կարող էր անել։ Իսկ ես մյուս անառակը ինքը խնդիր չունի, ասում ես եկել չգիտեմ, նվագել չգիտեմ, անտաղանդ է, բայց ես պանել գիտեմ ու ես պիտի պանեմ վարչապետիս համար։ Ատենց է Հայկ Սարգսյան։ Եթե եկել չգիտես, պիտի պանես։ Ձեր համակարգն է։ Դե չէ կդատեն, կանեն կշպրտեն, միլիոններով թալանն ու պարգևավճարներից կզրկվես, ու իրանք բոլորը խաղի կանոնները լավ գիտեն։ Չես կարող երկես, չես կարող նվագես, դե բարի արա, դե բարի եկ սրտիկներով, թե չէ աղբանոցը քեզ է սպասում փողոցին։ Սա համակարգի խաղի կանոններն է, այս համակարգի խաղի կանոնները, ու ոչ մեկ թող չներվի, որ ասենք տենց է, դա ձեր ընտրությունն է, ու դուք հիմա դիժպիտով երջանկացած, դուք ձեզ համար ապացուցելով ձեր հավատարմությունը ամեն գնով։ Ձեզ բան չի արել, ոչ սա, ոչ, չեմ հիշում, ոչ Սերժ Սարգսյան արած լինի, Ռոբերտ արած լինի, Քոչարյան, Լևոն արած լինի, գիտեք ինչի, որովհետև բոլորի շուրջն էլ կոռուպցիոներ են, ինչ որ են, բայց ընդ բան կար։ Մարդու հոտ էր գալի իրենց վրայից էլի, տեղ։ Իրանք այդքան չէին իջնի, այդքան չէին նվաստանա։ Այնაში որ պատրաստ չէին, բայց ասենք Սերժ Սարգսյանը գիտեր ինչ էր անում, էլի, ուրիշ ձև էր անում, ասում էր Հովիկ Աբրահամյան, մուկ, հələ մի հատ դոդին, իմ աշկի առաջ մի հատ դոմփի թող աշկերը թռնիկյալ են, Հովիկն էլ տեղում իրա բանին խնամուն։ Ինչ ասեց։ Ասեց աղբեր ջան, ինչ ես դրան բանի տեղ դնում, հետը մուկն ու կատու ես խաղում, մուրշն էլ չագուշն էլ ձեռը, մեղտել է ձեռը։ Խփի թող գնա։ Հա, տենց բաներ են, բայց պարացնել, երկացնել, բան։ Չէ, դրան չէին հասել։ Շատ կասկածում եմ, որ դրանք եթե հասնեին, դրանք անեին։ Բայց Փաշինյան Նիկոլի պարագայում ինքը հավաքել է այն տեսակին իրար, որ ասի պանել էլ չգիտես, ստրիպտիզ պիտի ցույց տաս ունա, նույն ձևի ցույց էր տալու։ Բոլոր հնարավոր բաները կարվի Նիկոլի համար։ Մենակ իրան։ Մենակ Նիկոլսանց մենակ չթողի։ Գիտեք ինչի։ Որովհետև այս կապիկները մենակ մնալու պարագայում իրանք, ասենց ասեմ, դեղատանը աշխատանք չեն կարող գտնել։ Դեղատանը Առողջապահության նախարար լինելուց հետո։ Այսպիսի մի հայտարարություն կա այսօր, 6 ուժեր միացել են։ Հա, հասկանալով, որ իրանք առանձնապես բան չունեն, քաղաքական կշիռ չունեն, հետևորդներ չունեն, որոշել են դաշինք կազմել։ Մեր տեսնենք ովքեր են իրանք։ Քաղաքական իրադարձություն է, համաձայն ենք, համաձայն չենք, դա էական չի։ Եվ այսպես Մայր Հայաստան
ժողովրդական շարժում Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, Միասնության թևեր Արման Թաթոյան, Հայինի կուսակցություն Արթուր Մանեցյան, Հայ ազգային կոնգրես Լևոն Զուրաբյան, Հայաքվե Ավետիք Չալաբյան, Ապրելու երկիր կուսակցություն Էսրոպ Արաքելյան։ Ինչ կտա քաղաքական իմաստով սա։ Ամեն դեպքում կհավաքեն 2-3%-ից ավել։ Այն պարագայում երևի 1.5% էլ չհավաքի անհատական գնալու պարագայում։ Թե սա իրենց իշխանով է բավարար, ես չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում սա քաղաքական պրոցես է ու նոր պրոցես է, նոր դեմքերով, այլ լավ կլներ օրինակ երկու մարդ չլներ այստեղ, ազնիվ խոսքը, Արթուր Վանեցյանը չլներ, մեկ էլ Թևանյանը չլներ, կլներ ավելի լավ դեմ։ Լևոն Զուրաբյանի համար բան չեմ ասում, որովհետև հակը Լևոն Զուրաբյանն է, իրանք ուրիշ դեմ չունեն, այս նույն դեմքերն է, լավ, վատ ինքն է, եւ հաշվի առնելով այն քննադատությունն ու այս նկարագրությունը, որ ճիվաղին ինքը ներկայացնում է, ոչ մի սխալ բան չկա տեղ, ամեն ինչ տեղն է, բայց օրինակ Թևանյանն ու Վանեցյանը պետք է գնային, պետք է գտնեի երիտասարդ, ավելի, ասենց ասեմ, մաքուր կենսագրությունով մեկին, որը ավելի լավ կներկայանար, թող քիչ ճանաչեին իրան, թող նոր մարդն են, թե չէ Արթուր Վանեցյան, ախր դու Նիկոլի Պոշտալյոնն ես եղել, դու իմացել ես այս ամեն ինչի մասին, ի սկզբանե դեռ որ Երևան քաղաքի բանը KGB-ի պետն էիր, հետո դրանից հետո դառավ իր Պաշտալյոնը, դու ինչ հույսով ես, օրինակ ինչ հույսով։ Դե նույնը Թևանյանի մասին կասեմ։ Իհարկե իր Պաշտալյոնը չի եղել, բայց Անդրանիկ Թևանյան։ Եթե լուրջ խոսանք էլի։ Եթե դուք արդյունք եք ուզում, երկուսը պետք է գտնեիք ձեր փոխարեն այլ մարդ։ Բայց ամեն դեպքում սա ձեր որոշումն է։ Ապրենք, տեսնենք ինչ արդյունքներ եք ցուցաբերում։ Խնդրեմ։ Արման Թաթոյանը նամակ է գրել J.D. Vance-ին, առաջարկելով դիմել հայ գերիներին ազատելու համար։ Պնդում եմ, որ դուք կարող եք 19 փաստորեն հայ դու քրիստոնյաների մասին եք խոսում, որը դա ճիշտ է։ Դիմելա, որպեսզի փորձի ազատել հայ գերիներին։ Ես ուրիշ ձև կձևակերպեմ։ J.D. Vance, առանց հայ գերիների Երևան չկաս։ Քո գալը Հայաստան արդարացված կլինի մի պարագայում, եթե դու կարողանում ես գերիներին ազատես ու հետդ բերես։ Ուրիշ պարագայում գալիս ես ինչ անես։ Եթե դու այն երկրի փոխնախագահ ես, որ աշխարհում հարցեր է լուծում, ու ի սկզբանե խոստացել եք, որ եկաք քրիստոնյաներին աշխարհով մեկ պաշտպանություն, աջակցություն եւ այլն, դու ուղղակի եթե ունակ չես այդ ռազմական հանցագործից Ալիև անունով հայ գերիների ազատելու հետդ բերել, գալիս ես Հայաստան, որ ում ինչ ասես, ում ինչ երաշխիք տաս։ Ասես մի քանի անմեղ սունակ ասի, վայ, Ամերիկայի փոխնախագահներ եկել, այս ինչ լավ է։ Բայց եթե այդ փոխնախագահի քաշը այնքան է, որ ինքը չի կարողանում ռազմական հանցագործից ասել, պետք է ազատես այդ գերիներին, ու այդ բերի, գալիս է ինչ անի։ Որ ինչ անի։ Այսինքն ինքը դա ունակ չտես բանելու, բայց մեզ հետ ինչ պետք է տա ինքը, ինչ պիտի առաջարկի։ Խոստումներ տա, այդ խոստումները կա հերվից էլ տա։ Մենք էլ կարդանք ու անցնենք վրայով։ Այսքան բան։ Իսկ J.D. Vance-ի այցով ով ոգևորված է, ես իրանց կհասկանամ ու չեմ զարմանա, կասեմ իրանք մի բան գիտեին, որ ոգևորված էին, եթե սա հայ գերիների հետ կա։ Եթե չկա, ու դուք շարունակեցիք ոգևորված մնալ, կարող ձեզ էլ է խոս տվել, որ բերելու, այս չգիտեմ։ Եվ դուք ողջունեցիք, շարունակեցիք խոսալ, որ պատմական ինչ որ կարևոր քաղաքական, մավակական, այս կարգի աբսուրդներ, ուրեմն նշանակում է դուք քաղաքականությունից ոչ միայն հեռու եք կանգնած, այլ գուցե նաև դիտավորություն կա։ Ապրենք տեսնենք։ Ես նորից եմ ասում, քաղաքական դաշտում եւ ընդհանրապես ոչ մեկին ներելու
շոյելու, սիրաշարելու խնդիր չունեմ։ Իմ երկիրն է ձեռքից գնում, հաց ունեմ բոլոր պայմանականությունների վրա։ Ազնվությունն ու իմ երկիրը իմ համար ավելի կարևոր է։ Կոնկրետ ասում եմ, եթե սա առանձին եկավ տղեկի ու դուք սա նկարագրեցիք որպես ինչ-որ պատմական քաղաքական լուրջ ուրեմն ասածը սա։ Էլ չեմ խորանում։ Եվ այսպես մեքենաները ջարդուփշուր են լինում, ասֆալտը դնից շուտ կհալի, Գյումրի անի թաղամասի փողոցները ռազմաճակատի հետ են համատում։ Այո, Գյումրու փողոցները ինչպես կային ռազմաճակատի վկայություն հիշեցնող փողոցներ, տարածքներ, այնպես էլ մնացին Փաշինյան Նիկոլի իշխանության միակ ցուցիչ, դրական իմաստով ասֆալտողների իշխանության բարելավում։ 8 տարի ասֆալտ են անում, բայց Գյումրու փողոցները եւ ընդհանրապես Հայաստանի փողոցները ոնց կային, այդպես էլ մնացին։ 8 տարի։ Ում ինչ ասում ես, ասում են բա ասֆալտը։ Ում ինչի մասին խոսում ես, ասում են բա ասֆալտը։ Ժորժան, այս կառավարության, այս համակարգի, այս կոռուպցիայի, այս սրանց պարագայում ոչ միայն ասֆալտ, ոչ մի բան չի կարող նորմալ աշխատել։ Չի կարող։ Ու ոնց ուզում եք նայեք, ոնց ուզում եք խուսափեք քաղաքականությամբ զբաղվելուց, ոնց ուզում եք ձեզ դրսևորեք, այն ինչ որ կատարվում է Հայաստանում, դուք չեք կարող անբաժան մնալ։ Եթե նույնիսկ դուք ոչ մի բան չեք արել, այս տարվա մեջ ձեր գույքը հարկը բնակարանի կրկնակի թանկացավ, էլի ձեր գույքը հարկը 8 տարվա մեջ թանկացել է 500-600% արդեն։ Դուք քաղաքականությամբ չեք զբաղվում։ Դուք ոչ մի բան չեք զբաղվում։ Դուք ոչ ասֆալտ ունեք, ոչ հնարավորություն եք ունենալու մյուս տարի գույքը հարկ վճարել։ Գույքը ձեր տանը ապրելու համար։ Դուք էլ այդ հնարավորությունը չեք ունենալու։ Ձեզ հանելու են ձեր տնից։ Ձեզ ստիպելու են ձեր տները ծախել։ Եթե սրանք ընտրվան, մյուս տարի հաստատ դուք ձեր տները ծախելու եք, որովհետև մի 200% միանգամից քանգացնեն, ինչի 100 որ։ Ինչի։ Ինչի 100, 200%։ Դուք կմտածեք, որ դուք արդեն ձեր տանը վարձով եք ապրում։ Դա փաստ է։ Դուք ճանապարհ չեք ունենալու, սոցիալական ապահովություն չեք ունենալու, թոշակ չեք ունենալու, ոչ մի բան չի լինելու սրանց պարագայում։ Ոչ միայն ասֆալտ չեք ունենալու, ոչ մի բան։ Այդ ամեն ինչը երևալու է օրինական։ Ոնց օրինական իրանք դնելու են, բա դուք բան եք, Սարգսյան եք ընտրել։ Քաղաք բանը ավականի։ Դնում թանկացնում են ինչ ուզում են։ Ոնց ուզում ինչ ուզում են անում են։ 26 թվականի հունիսից հետո Ալմագեդոն է լինելու Հայաստանում։ Օրինական։ Ասել սենց է։ Կադաստրի վկայական ստանալը, ասենք 2 միլիոն է։ Տուն ես արել, կարող 2 միլիոն էլ պետք է տաս կադաստրի վկայական։ Ինչի՞ չէ։ Ով ասելու հա կամ չէ։ 1 միլիոն կապ չունի մի սենյակա 5 սենյակա։ Պետք է տաս գույք հարկ տարեկան։ Մյուս տարի կտաս 2 միլիոն, եթե տենա 1 միլիոնը կարողանում ես տաս, մյուս տարի կտաս 2 միլիոն։ Չտաս հենա հարկադիր է դեմդ կանգնած։ Գալիս են հարկադիրն էլ գալիս է, տանդ մեջ ինչ կա չկա, տանում։ Լրիվ օրինական։ Սրանք բաղ չկա է համապատասխան։ Անգլերենի քննության թեստում տպագրական սխալներ կան։ Թեստում, քննական թեստ կազմողը պետք է բանել է, չէ՞։ Ինք երեխեքին է քննում, որտեղ ինքը ամեն ինչ գիտի, սխալներով։ Ինքը թեստ չի կարողանում կազմի, բայց այդ երեխեքին պետք է գնահատական տա։ Սա ԿՊՆ-ն է, սա Փաշինյան Նիկոլի իշխանությունն է։ Սա աղետ է եւ ուսանողների, եւ մարդկանց, եւ զինվորականների, եւ թոշակառուների, եւ ինվալիդների, աշմանդամների, բոլորի համար է սա աղետ։ Եվ այս աղետը ունի կոնկրետ պատասխանատուներ, անուն ազգանուններ։ Դա մեջ են մտնում բոլոր օրինապահները, դատավոր, դատախազ, ոստիկան, ԱԱՑ-ական, կառավարության անդամ, ՔՊ-ական, ՔՊ-ին սատարողներ, գովերքողներ, բոլորը սրանք անուն ազգանուններ ունեն։ Հանդուրժելու ենք, ունենալու ենք ավելի վատ Հայաստան։ Եթե իհարկե Հայաստան ունենանք։
որի էջը կփակվի 26 թվականի հունվարի դեկտեմբերի 31-ին, եթե սանտատվեցի կփակվի ուղղակի մենք մյուս տարի չենք ունենա ուղղակի չգիտեմ մենք ավելի շուտ կփակվենք թե Թուրքիան ինֆլյացիան խեղդում է թռել ավերև բայց սրանք սովածել մնան մեկը Հայաստանի կորցնելու համար փող ունեն փող կգտնեն ինֆլյացիան մենակ վերջի տարվա մեջ 21% նորից թռել է ու թռնելու է ինչի Թուրքիա երբեք տնտեսություն չի կարողացել ղեկավարել ու տենց եղել պատմականորեն տենց եղել իրա բոլոր պատերազմները տանուլ տալը հեղափոխությունը եղել է հենց ֆինանսների պատճառով սրանք չեն կարողանում փողի չեն կարողանում բայց ուրիշ բան են կարողանում անել կարող են կոտորել կարողանում են թալանել քանի որ իրենց եկամուտն են եղել միշտ թալանից իրանք չեն հոգացել դա ոնց է ծախսվում ոնց նորը ստեղծել իրանք չեն ստեղծել իրանք չունեն պատմական այդ փորձը ամբողջ հարցը հենց դրա մեջ է էլի մենք ավելի շուտ կքանդվենք թե Թուրքիան եւ այսպես ասանք Իրանի քաղաքներում պայթյուններ են ու սա պատահական չի հարցակումից առաջ որ նախապատրաստվում է պայթյուններ են չեմ ուզում ասեմ ում ձեռագիրն է հետևում կանգնած ես կարծում եմ ոչ մեկ չէր կասկածում որ ինձ իր ձեռքով է սա նախատրամադրություններն է հուսահատություն խուճապ մեծ հարցակումից առաջ Իրանի որի պարագայում մեր ճակատագիրն է որոշում լինել թե չլինելը մեր լինել թե չլինելը որոշվելու է արդեն Իրանում ու այդ ժամանակ Հայաստան ագալի J. Evans-ը Դոք ես մտածում եմ միջև գալը պատերազմելի տարածքում թե չէ եթե պատերազմ եղավ կարող է հետաձգեն դրա այցը որովհետև դա այցի հետ ես ոչ մի լավ բան չեմ կապում բացարձակապես վատ խնդրեմ Իրանի վերաբերմունքը ասենք միջև հիմա ինքը թշնամի էր համարում Ադրբեջանի հիմա թշնամի է համարելու նաև Հայաստան Դեսանքի ում են կարողացել բարեկամ սարքել սրանք մենակ թշնամիներ են կարողանում ստեղծել Այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգներում էլի մեր հետ է կապված էլի տվյալներ են Epstein-ի ֆայլով հեռարձակել լսել ինտերնետ որտեղ ամեն թերթի վրա Թրամփը կա ու մենակ Թրամփը չէ Թրամփը նաև Ջերդ Քուշները սրա փեսեն բա գիտեք Քուշները օթից դարավ իրա փեսեն կամ են բարակը որ դեսպանա Թուրքիայում գիտեք օթից է եկել սրանք նույն պիղծերն են աղջիկներն են այնտեղ փեսենել է այնտեղ բոլորը կինել Մելանյան որտեղից է ինքը գտել էլի տեղից է գտել Սրանց հետ հույսեր կապող կա ու այդ ամեն ինչի հետևում կանգնած է Մոսադը Մոսադի ստեղծած օպերացիան է դրա համար էլ ում ոնց ուզում քշում է ում ինչ ուզում հրամայում է ոչ մեկ չի կարողանում դիմադրել Բիլ Քլինտոնից սկսած մինչև Բիլ Գեյթս այս տեղեկություններ կար հիշում եք ես որ ասում եմ հնարավոր չի որ այս մեծ օրգանների մեջ ռուս պուտանկեքը մարմնավաճառները չլինեն իհարկե չէր կարող խտեսվան լինել այս ֆայլերի մեջ կա նույնիսկ տեղեկություն որ Բիլ Գեյթսը վարակվել է ռուս մարմնավաճառներից այդ կղզի օրգանների ժամանակ եւ իրանք իրար հետ փոխանակվել են սարսափ կադրերով հենց կադրերի մասնամասնությունը չի ասվում թե ովքեր են եղել ինչա բայց նամակագրությունները կա որ սարսափ կադրեր են իրար ուղարկել Ես արդեն վախենում եմ մտածեմ թե ինչ սարսափ կադրեր են որովհետեւ սրանց այդ օրգանների այդ ռիտուալների մասին նենց բաներ էին պատմում մտածում եք դե բանա
չափազանցություն է, սիրում են մարդիկ հոլիներել է, հələ մանրամասների չկա, դա ինչ սարսափ կադրերի մասին է խոսքը, բայց նամակագրությունը կա, որ Էփշտեյնը պահանջում է, աղաչում է նորից ուղարկել, ավելի դաժան կադրեր ուղարկել։ Ու սա պետք է Հայաստանի հարցերը լուծի։ Ու սրան Հայաստանում սպասողներ կան, ու սրա խոսքը լուրջ ընդունողներ կան։ Թրամփն ասել է։ Թրամփ մանկապիղծը փեսով, աղջկանով, կնոջով, ընտանիքով պիղծը հայերի պետքա պաշտպան կանի, քրիստոնյաներին։ Ինչ ասեմ, ցավակցում եմ այդ տրամաբանության մեջ ապրողներին, եւ իրանք ձևով են ուզում այդ աշխարհը տեսնել։ Այդ աշխարհը իր կանոններով ապրում եւ ինքը Եմա մեմնա, մենք ինչ ենք կարծում իրանց մասին։ Ամեն ինչ իրանց ձեռքն է, ֆինանսները իրանց ձեռքն է, բանակները իրանց ձեռքն է, հատուկ ծառայությունները իրանց ձեռքն է։ Բայց գիտեք ինչն է մեր ձեռքը։ Այդ մասին իմանալը եւ քվեարկելը։ Այսա մեր ձեռքն է։ Այ իրանք դրանից են վախենում։ Իրանք չեն վախենում, որ մենք իրանց կարող ենք ունեցվածքից զրկել կամ իրանց հետ չխոսալ, նեղանալ իրանցից, չէ։ Իրանք վախենում են ամենաշատը հենց քվեարկելուց։ Իհարկե, նես չի, որ իրանք չեն կարող կեղծել, բայց դա Հայաստանը չի, էլի։ Հայաստանը չի, մի քիչ բարդ է։ Մեղմ ասած, մի քիչ բարդ է։ Այս բaragայում։ Եվ այսպես ամփոփենք այս Էփշտեյնի այս հայտարարությունը, ամբողջ ամերիկյան ադմինիստրացիան, այսօրվա աշխատողները, այսօրվա Թրամփի շրջապատում գիտեք, ովքեր մեկ էլ օթից դարան հասնուծով աշխարհում իրանց անուններն ենք լսում։ Մասնագետները անցան երկրորդ պլան, դիվանագետները, այդ ոլորտի մասնագետները ծալեցին ինչ որ մարդիկ տարբեր տեղերից։ Իրանք բոլորը այդ ցուցակով պոտենցիալ դատապարտվելու են։ Պոտենցիալ դատապարտվողներն են։ Իսկ հոդվածը 20-ից բարձր է։ 20-ից 25 տարի եւ ցմա հայտարարությունը Իսրայելն էլ հերքում է, որ իրանք պայթյունների հետևում կանգնած հերքում է։ Տեսեք, աշխարհի հետախուզությունները, հատուկ ծառայությունները հետաքրքիր ձեռագիր ունեն։ Մանավանդ Մոսադը հենց մտեղ մի բանալում առաջինը իրանք են հերքում, որ իրանք այդ կապ չունեն։ Որը ասում է մենակ մի բանի մասին։ Բայելով կապ ունի։ Էլով է հետաքրքրված աշխարհում Իրանում անկայուն վիճակ ստեղծել։ Ում է պետք հարցակումից առաջ մարդկանց մոտ խոճապային տրամադրություն ստեղծել։ Ինքը ասում եմ անգամից, այդ ես չեմ։ Այսօր ես մի հատ բան էի լսում, պատահական միացա ուկրաինական ալիք էր, որ Ausländer կա Ausländer, ինչ է, այդ Ուկրաինայի հարցով ինչ որ մեծ գիտական համադրումիկյան, որը խոսում էր բանից, Իսրայելից։ Գիտեք, այդպես մարդկանց լսելուց հետո Ուկրաինայի պատերազմի մասին ես չեմ ուզում խոսել։ Չեմ ուզում խոսեմ, թե ռուսները ինչքան դաժան են վարվում իրենց հետ։ Լուրջ չեմ ուզում խոսեմ, որովհետև դուրս կգա ես բան եմ անում, կրկնակի ստանդարտներով եմ առաջնորդվում։ Չէ։ Հայտարարություն։ Գիտեք ինչ է ներվում, որ հոլոկոստի ժամանակ աշխարհում հրեաների հոլոկոստը քիչ հիշեցին։ Բոլորը չլացեցին այդ օրը, բոլորը չհիշեցին, որ 6 միլիոն մարդ է կոտորվել։ Հիշեցին Պաղեստինի մասին։ Ուկրաինացիներն են խոսում, Ուկրաինայի գծով մասնագետն է։ Որ աշխարհը սկսել է մի տեսակ մոռանալ հոլոկոստի մասին ու սկսել է պաշտպանել պաղեստինցիներին։ Որ ասում է մի բան, այսինքն դուք հոլոկոստը դրոշակ ես սարքել, դու պետք է ցեղասպանություն անես ու աշխարհը խոսա մենակ էլի հոլոկոստի մասին։ Ու մեկ էլ այս երկրի այս տրամաբանության մեջ ասում Իրանի պայթյունների հետ ես կապ չունեմ։ Հա, դու կապ չունես։ Իրան են պայթել այս քաղաքները։ Լրիվ, Իրան, հաստատ դու կապ չունես դե։
Սա էլի նույն բանի մասին է, բայց ռուսերեն նույն բանը մենք լսենք։ Появились новые материалы по Трампу, и это не политика, это дети. Закрытые вечеринки и исчезновения. В новой порции слитых файлов Эпштейна имя Трампа упоминается более 3000 раз. Ես չգիտեմ ձայնը ոնց է, այսօր մի քիչ խնդիրներ կա տեխնիկայի հետ կապած։ 3000-ից ավել անգամ Թրամփի անունը մտե հնչում։ 3000-ից ավել։ Երեխաների կորուստի մասին է։ Այն որ այդ տեսարանները, որ ասում են սարսափ տեսարանները, երեխաներ են կորել դա։ Տարբեր ձևերով, ոչ մեկ չգիտի ոնց։ Ասում են ոնց, ես ուղղակի չեմ ուզում ասեմ, YouTube-ը կարող է քելափակի սալիկ ընդհանրապես, եթե ես հիմա խոսամ ինչ տեսարանների մասին են խոսում դեռ ես դա մասին սկսել եմ լսել 6-7 տարի առաջ։ Ես նոր էի տեղափոխվել, մի քիչ ավելի ազատ ժամանակ կար ստեղ, կարդում էի բաներով։ Ես չեմ ուզում այդ տեսարաններին ասեմ, որովհետև YouTube-ը կարող է ալիքը փակի ընդհանրապես։ Որ ամեն ինչի կողքը կանգնած է սա այստեղ են, որ այդ Հայաստանում հույսեր են կապում։ Մենակ մանկապղծությունը չի, այստեղ խոսքը սեռական տրաֆիկինգը չի, հանցագործությունը երեխեքը կոդել են։ Այդ երեխեքի հետ պատահել է մի բան, որի ձայնագրությունն են ուղարկել են Էփշտեյնին, ինքն ասել է էլի ուղարկեք, խնդրում էր, աղաչում էր, ասում էլի угարկեք այդ տեսարանները։ Не как фон, а в описании закрытых вечеринок, куда привозили несовершеннолетних девушек и парней. В материалах говорится о календарных тусовках в Мар-а-Лаго, где детей отбирали, проверяли определенные части тела под одеждой и передавали богатым гостям. Упоминаются комнаты без свидетелей, кекс по принуждению и деньги за молчание. В заявлениях утверждается, что после таких вечеринок люди и дети исчезали, а свидетелей запугивали. Фигурируют рассказы о гольф-полях местах, где заметали следы. Երեխեքը կոդել են օգտագործվելուց հետո։ Այս մարդիկ այսօր աշխարհն են ղեկավարում։ Դրանց ներկայացուցիչն են գալիս է Հայաստան։ И навсегда исчезали дети. И о видеозаписях элитных оргий. Есть также письма, где сам Эпштейн предупреждает адвокатов. Трампу могут задать вопросы о связях с несовершеннолетней. Официальных обвинений нет. Но файлы то публикуют, то удаляют. Документы исчезают. Файлы чистят. Вопросы остаются. Чего бояться, если ты невиновный? Շահնա։ Հիմա այս հարցազրույցը գիտեք, երբ հարցազրույցը շատ ինի 60-70 տարվա Surely you're not telling me that the Jewish lobby in the United States pulls the strings of the presidency. Not entirely, but I think at their disposal they are putting up pressure on many people. And at the end, I don't think that it will even help Israel. Why, if this is true? Ինքը պնդում է, որ Իսրայելի 60-70 տարվա լայնագործությունն է, որ Իսրայելի ազդեցությունը Ամերիկայի վրա այնքան մեծ է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունները այդ հարցերը չեն լուծում։ Իրանք չեն այդ երկրի տեղը։ Սա զարմացում ոնց կարող է այս բան լինի։ Why would the President of the United States pay attention to that lobby? They are strong. Ասում են դեպքում Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ լոբին, այդ այփագին ոնց չի ուշադրություն դարձնում, եթե ինքը կարողանում ամեն ինչ կառավարել։ Սա զարմացած նայում ասում են, ուժեղ են։ Strong in what sense? They are controlling many things. Ասում են ինչ իմաստով են ուժեղ, ասում են շատ բաներ են կառավարում։ Controlling what? Newspapers. Ինչ են կառավարում ասում թերթերը, Medias. մեդիան, Your Majesty. Banks. բանկերը, ասում են ձեր գերազանցություն ոստես ինչ ես ասում։ Finances. Ֆինանսները, And I'm going to stop there.
Ես մեզ ում ստեղ կանգնում Well, եմ։ now Well, wait just a second. You really do believe that the Jewish community in the United States is that powerful? Ես մկնեցել ես դու լուրջ վերաբերում լուրջ մտածում ես որ հրյաների համայնքը Ամերիկա Միացյալ Նահանգներում այդքան հզոր է They make the media reflect their view of foreign policy. ասում ու դրանք այնց են անում որ ամբողջ մեդիան սպասարկում է դրանց արտաքին քաղաքականությունում Yes. 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 We do not report honestly. Don't mix things, please. I don't say the media. ասում մենք ամեն ինչ անկեղծ չենք անում չենք ռեպորտաժները սարքում ասում մի խառնեք ամեն ինչ իրար I say in the media they have people. ես ասում եմ ամբողջ մեդիան ասում եմ մեդիաներում ունեն մարդիկ որոնք քաղաքականությունը իրենց ոնց պետք է անես ներկայացնեն Not the entire media. Some newspapers will only reflect their views. Yes. Եվ ասում եմ այս հիմնական մեդիաները հենց իրենց տեսակետներն ներկայացնում են այն ինչ որ կա սա միշտ է եղել ու ակնհայտ է եղել գոնե ասենք այս կարգի քաղաքական գործիչների մեծությունների համար սա էս Ռեզա Փահլավի հայրն է դու հիմա ասում եմ կոտորեք գնդակարեք ճռմբակոծեք իրանը մենակ ես վերադառնամ հա թեկուզ ժամանակավոր կառավարման բայց շահը այս մարդը այս նկարի մեջ նայեք ինքը չթողեց իր ժողովրդի վրա կրակեն ինքը գնաց այսօր ես ավակամ ունեն նկարի մեջ հա պրոբլեմ չունեմ ռմբակոծեք Ես էլ Բիլ Գեյթսի մասին եմ գտած, ես արդեն պատմեցի, ասում եմ ֆայլերի հրապարակման ժամանակ ինքը թենիս էր խաղում իր ընկերուհի հետ, բայց սա ուրիշ ավելի կարևոր բան կա։ Հիմա ես պետք է խոսամ ինչ է լինում, երբ որ հասարակությունը մասնակից է իր քաղաքականության մեջ։ Եվ այսպես Բիոնսեն մեկ օրվա մեջ, մի քանի ժամվա մեջ կորցրել է 10 միլիոն հետևորդներ։ Որովհետև իր ամուսինը Jay-Z-ին եղել է այդ ֆայլերի մեջ։ Jay-Z-ին Beyoncé-ի ամուսինն ինչ է այդ ֆայլերի մեջ է։ Beyoncé-ն մի ժամվա մեջ, մի քանի ժամվա մեջ, կարճ ժամանակամիջոցում կորցնում է 10 միլիոն հետևորդ։ Ինքն էլ չէ եղել, իր ամուսինն է եղել։ Բայց տեսեք, այս ոնց է աշխատում հասարակական վերաբերմունքը։ Այսենց աշխատում։ Այ եթե սենց ակտիվ աշխատել Հայաստանում, ամեն մի սենց բանի կլիկի ժամանակ այս աստիճան ակտիվ լիներ, ռեակցիան, ես երաշխավորում եմ։ Փաշինյան Նիկոլներ չէին առաջանա։ Կարող է իրանց ստեղծեին, ծնեին, չգիտեմ, փորձեին, բայց աջակցություն չէին ունենան դրանք։ Տեսեք ինչքան բան է գնում մեզանից, ռեսուրս է գնում, որ մենք կարողանանք զսպենք շոու բիզնեսի, քաղաքական, չգիտեմ, արվեստի ներկայացուցիչների ներքին մղումները գցնելու եւ հարստանալու Փաշինյան Նիկոլների կողմից։ Այսինքն դրանց զսպելու համար մենք ահավոր ռեսուրսներ ենք ծախսում։ Դա ազդում է, անես չի որ մեր աշխատանքը անիմաստ է։ Վերջի իր փարտին այդ վարչապետ փարտին, հա, վարչաբենդեն ինչ էր։ Ցույց տվեց, որ ասին լրիվ տկլոր է։ Լրիվ, որ այո, մեր խոսքը ազդում է, բարոյական հետևանքներ է ունենում։ Այո, մենք կարողանում ենք սանձենք որոշ բաներ։ Բայց սրա համար գնում է ահռելի ռեսուրս։ Դուք պատկերացեք, եթե մենք այս կարգի ակտիվ լինեինք, Փաշինյան Նիկոլները ոչ մի աջակցություն չէին ունենա։ Նույն երևի կմտածեք, բա Դոնալդ Թրամփը ոնց ունի։ Չունի ու նա ամեն ինչ կկորցնի, նա մինչև այս տարվա վերջ իրենից բան չի մնալու։ Բան չի մնալու, որովհետև նույնիսկ 10 միլիոն հետևորդ կորցնել գիտեք ինչ է նշանակում սրա, այս կարգի բարերի համար, երկիշների համար։ Այդ նշանակում է այդքան էլ տոմս պակաս է վաճառելու։ Իր ծախսերը մնալու է նույնը, ինքը այսքան, որովհետև իրանք հարուստ են,
Իրանք փող են աշխատում իրանց հետևորդներով, իրանց համերգներով, իրանց չգիտեմ ռեկլամներով եւ այլն։ Կորցնել այդ ամեն ինչը նշանակում է սննկանալ, ինչա քո ամուսինը այդ ֆայլերի մեջ եղել է։ Ճիշտ ձևը սա է։ Մնացածը կդողան արդեն, հասկանում եք, այս վիճակում բանա հայտնվելու համար։ Իսկ հիմա մեջբերում այս փարտիից ես ձերը կոչացնեմ։ Այս փարտիից մեջբերում սա մասին գրել է Փաշինյան Նիկոլը իր գրքի մեջ։ Ես տեսնում եմ այդ պատերազմի զոհերին բոզացած եւ դրանից երջանիկ աղջիկների, բոզացած եւ դրանից հպարտ տղաների, բոզացած եւ դրանից շոյված մայրերի, բոզացած եւ դրանից արծվացող հայրերի տեսքով զգում է, որ ինքս էլ սկսում եմ բոզանալ եւ գուցե շուտով նույնքան հպարտ կզգամ ինձ, որովհետեւ հաղթացի բանակում կլինեմ, կդառնամ խորհրդանիշը այդ պատերազմում բոզության վերջնական եւ անշրջելի հաղթանակի։ Այս սրա մասին է գրենք ու մեթոդաբար իրականացվում է։ Շատ են սեղ, չէ։ Կարող են ավելի շատ լինել հաստատ։ Որտեղ մենք կարողացանք ինչ-որ ձևով հասանելի դառնալ։ Մենք կարողացանք սանձել սրա այլասերման մեծացող այդ ձնագնդիկը։ Մենք կարողացանք, բոլորս իրար հետ կարողացանք կանգնեցնել։ Սա մի մարդու գործ չէր, սա հազար հոգու էլ գործ չէր։ Տեղ ունենք աճելու, այո։ Տեղ ունենք դեռ կռիվ տալու, այո։ Կարիք կա, այո։ Հոգահան պետք է ալվի։ Սրանց հետ պետք է ալվեն, ինչ որ Ալիևը ասում էր արցախցիների վերաբերյալ, որ վերջի առնետի նման պետք է հողից ցենց հանենք ու շպրտենք։ Այ մենք դա պետք է անենք իրենց նկատմամբ։ Կարողանալու ենք, ժամանակը ցույց կտա։ Պիտի անենք, տարբերակ չունենք։ Կամ մենք կանենք, կամ իրանք կանեն։ Կամ սրով, կամ սրի վրա։ Ուրիշ տարբերակ չկա, կամ ասում են վահանի վրա, հա։ Էդա։ Մեր պատմությունը էլի գալիս է մեզ օգնության։ Համիդյան կոտորածներից հետո 1908-ին երիտի թուրքերը նոր սահմանադրություն ընդունեցին։ Այդ Նիկոլն էլ հիմա տես մի սահմանադրություն ուզում ընդունի։ Հայերը ժառանգները խնդրեցին երիտի թուրքերի կառավարությանը թույլ տալ, այդ կոտորվածնի ժառանգները էլի, թույլ տալ իրենց ծառայելու դեռևս Օսմանյան կոչվող բանակում։ Երիտի թուրքերը սիրով համաձայնվեցին, իսկ մի քանի տարի անց պարզապես գլխատեցին ծառայելու թույլտվություն խնդրողներին։ Նոր սահմանադրության ընդունումից հետո երիտի թուրքերն արդեն անցան իրենց գլխավոր նպատակին՝ ազատել երկիրը հայերից։ Այ հենց հիմա հունիսի մեզ դա է սպասվում։ 1909 թվականին Ադանայում կոտորվեց արդեն 35,000 հայ։ Պաշարվեց, կրակի տրվեց հաճնը, հենց այդ ժամանակ էլ հացնից հրաշքով փրկվեց Սամվել Զելիկյանի ընտանիքը եւ այլն։ Այդպես գնում է Զելիկյանների պատմությունը։ Շնորհակալություն Էդվարդ Մանվելյանին, հետևեք Էդվարդին, շատ լավ գործանում ինքը, շատ բաղուց չենք իր հետ զրուցել մեր եթերում, կաշխատեմ հրավիրել։ Պատմությունը հուշում է մեզ ամեն ինչ, պարտադրում է կարդալ, հիշել ու չանել են սխալներ, ինչ որ արել ենք։ Եվ մեզանից է կախված։ Կշարունակենք այդ կործանարար ճանապարհով գնալը թե չէ։ Բայց ընթացքը ինձ հուշում է, որ մենք բավականին հասում ենք այդ նույն հիմարությունները չանելու համար։ Սա Սասունի, սա Մուսալերի կներեք, Մուսալերի ինքնապաշտպանությունից է։ Ասի մասնակիցներն են կներեք, մասնակիցներն են 32 թվականին նկարված։ Հայ նկար չի կորքին։ Ու գիտեք ինչ, բոլորը զենքով։ Այդ ժամանակ չէր քննարկվում զենքը կարելի է թե չէ, զենքի մեջ արուն կա թե չէ։ Հիշում եք, ասում են կրակ քարի մեջ արուն կա է։ Չէր քննարկվում, որովհետև զենքը դա միակ երաշխիքն էր գոյության։ Եվ Մուսալերի
ապրողները դա մասին լավ գիտեին։ Եվ ոչ միայն մուսալերեք։ Բոլոր տեղերը, որտեղ հայը մնաց, դա մնաց զուտ զենք ունենալու պատճառով։ Բացառապես։ Մենակ բանի ինքնապաշտպանության արդյունքում 300,000-ից ավել փախստական փրկվեց։ Մնացած տեղերը կոտորվեցին, որտեղ որ չկար ինքնապաշտպանություն։ Պատմությունը միշտ սովորեցնում է մեզ, ինչպես հասկացային մեր մեծերը սոված մնա, բայց առանց զենքի մի մնա։ Ես բազմիցս եմ հայտարարել, որ պետք է ձևավորել համազգային համախմբում։ Ընդդիմադիր փորձել են կանել ընդդիմադիր առողջ ազգային քաղաքական ուժերը եւ նրանց ղեկավարները պետք է մի կողմ թողնեն իրենց ազգական համակրանքներն նույն բանն է Վազայանն ասում, որ ովքեր կենթանի են, ովքեր ազգային են, ողջ են էլի նկատի ունեմ, ովքեր ազգային են, պետք է բոլորը իրենց ամբիցիաները թողեն կողքի եւ հասկանան աղետի առաջ են կանգնած, մի բան անելա պետք եւ դա հնարավոր անել բացառապես մեծ միավորում ստեղծելով։ Դե հիմա տեսանք 6 քաղաքական ոչ մեծ խմբեր, բայց արդեն 6 որոշել են միավորվել։ Ես նշեցի որոշ թերություններ, բայց ամեն դեպքում ունենք այն ինչ ունենք, հա։ Ինձ է հարցնում հնարավոր թե չի, ասում հնարավոր է։ Կանեն թե չէ, ժամանակը ցույց կտա։ Հասկացել ենք մեզ ինչա պետք է թվում, ահա։ Դե, տեսնենք։ Իսկ վերջում ես ում կոմիտասին ցիտեմ։ Ամենակարևոր մասին։ Հայ երաժշտությունը ոչ միայն մեղք ու տխուր չի, այլ համակ ուժ է եւ կենթանություն ու իր մեջ կսնուցնե փիլիսոփայություն իսկ նույն։ Ոգին իսկ ցեղի, որովհետեւ երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է, ցեղին, ամենեն հարազատն ու կենթանին անոր բոլոր արտահայտության մեջ, կենթանի որքան կենթանի այդ ցեղը, ուժեղ որքան ուժեղ է իրեն ծնունդ տվող ժողովուրդը։ Սկացիք ստեղ ինչքան բան արեց ցեղ բառը։ Սկացիք ինչքան շատ շեշտեց այդ ցեղը։ Գիտեք ինչ, Նժդեի ցեղակնությունը օդից էր եկել, չէ։ Որովհետև երկուսն էլ հասկանում էին, որ ազգը, արժեքը, ժառանգությունը, այս ամեն ինչը կրողը գենը, դա ցեղի մեջ։ Ցեղի մեջ է։ Եվ դաման եմ ասում, հայը չի կարող այլ ձև լինել, հայն ու բարոյականությունը դրանք հոմանիշներ են։ Դա հենց այդ ցեղի հատկանիշն է, որը իր մեջ կրում ամեն ինչ։ Դրանից դուրս բնակիչներն են։ Մենակ այդ ցեղի ներկայացուցիչն է զգում ինչ ասում հիմա Կոմիտասը, հա, որ դա մեջ եւ փիլիսոփայություն կա, եւ դա մեր հայելին է, հայ երաժշտությունը, որի մեջ ուժեղ ոգեղեցություն կա։ Դա այս ցեղին է հատուկ բացառապես։ Եվ այսպես թե մենք որպես ցեղ ինչքան ենք մնացել այդ տրամաբանության մեջ, հա, ցեղակրոն։ Ոստե ոչ մի բան չկա քրիստոնեությանը, ոչ մի ձև չի հակասվում ինքը, չի հակադրվում։ Եվ ընդհանրապես գուցե ժամանակն է շատ բաներ վերանայել մեզ։ Դեռ մեր քրիստոնեություն, մենք մի լավ հոգևորական մեծ զրույցի ժամանակ ասեց Վարդան ջան, ναι, Վարդան կամերական չի Հակոբյան։ Մենք քրիստոնյա ենք քրիստոսից առաջ։ Այսինքն այն ինչ որ քրիստոնեություն է կոչվում, մենք դա ենք Քրիստոսից առաջ։ Ես հավատում եմ դրան։ Հավատում եմ, որ նա այդպես ա եղել։ Հաստատ այդպես ա եղել։ Դրա համար էլ հենց դրա համար Աբգար թագավորը կասեր, հոպ, այս իմն է, իմ մարդն է, եւ իր մարդու իր զինվորներին կուղարկեր Քրիստոսի մոտ։ Գամ քեզ ազատագրեմ, ինչ է, հռոմեական կասին, չեմ այդ զորքը չեմ կարա ջարդեմ, այդտեղ քեզ ազատագրեմ։ Հավատաց եւ մարդ ուղարկեց, որպեսի փրկեն Քրիստոսին, ասես չէ։ Սես պետք է լինի, բայց իմ այից հետո ես իմ աշակերտներին կուղարկեմ քո երկիրը։ Բայց եթե Հայաստանում այդ ամեն ինչը չլիներ, այդ
Այդ արժեքային համակարգը չլիներ, այն ինչ որ այն ժամանակ Քրիստոսն էր կարոզում։ Սա նույնը չի ինչ որ հիմա է։ Սա այնքան խմբագրեցին, հետո առաջարեցին մանավանդ 20-րդ դարում, երբ որ տպագրությունը հայտնվեց հրեաների ձեռքը։ Այո, որտեղ միջև այդ ձեռագրով էր, միջև այդ ձեռագրով էինք։ Հենց դարձավ տպագրությունը մասսայական, սկսեցին արդեն խմբագրել, ոնց իրան պետք է։ Դրա համար Աստվածաշնչի 1500 օրինակ կա Վատիկանում։ Իրեն մի օր կարողանային կարդայինք։ Ինչ վրա։ Ուզում ասեմ, այն ինչ որ ցեղի մակարդակի մենք ունեցել ենք, դրա վրա է ստեղծվել քրիստոնեությունը։ Ես դրա համար էլ մեր ապգարը այդքան պատրաստ բերել Քրիստոսին Հայաստան։ Ոչ թե նոր կրոն որպես, ոչ, որպես իր գաղափարախոսության վստահաբար, որպես արժեքային նույն համակարգ ներկայացնող, գուցե ավելի լավ ձևակերպած։ Մեզ դա է պատճառը։ Թե չէ մեր թագավորը պատկերացնում եք, հայ թագավորը ո՞ց կարող էր սխալ բան որոշել Քրիստոսի ժամանակ։ Կամ մեր ազգի նկատակին հակառակ բան, չէ։ Այսօրվա մարզկանը չմոռանանք ովքեր ենք մենք, չմոռանանք որտեղից ենք գալիս։ Ու ամենակարևորը չմոռանանք, որ մենք քրիստոնյա ենք։ Այսինքն այն ինչ որ կոչվում է իրական քրիստոնեություն, Քրիստոսից առաջ։ Դա մասին ասում Աբգար։ Այսօրվա մարզկանը լավ մնացեք։